Հեծը պետականացնելու դիմաց Սամվել Կարապետյանին Հայաստանի կառավարության արած առաջարկը չի մեկնաբանել ուժեղ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Ազատություն ռադիոկայանն է տեղեկություն հրապարակել, թե կառավարությունը հեծը գնելու համար Սամվել Կարապետյանին $142 միլիոն գումար է առաջարկել։ Կառավարությունը ձեր ընտանիքին հեծի ձեռքբերման համար առաջարկել է 23.3 միլիարդ դրամ, բայց պայմանով, որ ընկերությանը պետք է վերադարձվի վերջին 10 տարիներին ստացված ձեր շահաբաժինները, դա 23 միլիարդ 158 միլիոն դրամ է, եւ եթե այդ պայմանին գնաք, ինչպես ազատությունն է գրում, հեծի արժեքը դառնում է վերջնական 142 միլիոն դրամ։ Խնդրեմ ասել, արդյոք կառավարությունից նման առաջարկ ստացել եք, թե ոչ, եթե ստացել եք, ապա ինչպիսին է Կարապետյան ընտանիքի դիրքորոշումը։ Նարեկ ջան, մենք չենք մեկնաբանում այդպիսի ինֆորմացիաներ, որովհետև հիմնական մեր խնդիրը իրապես ասեմ, հեծը կամ ուրիշ կառույցներ մեր համար այս բան երրորդական են։ Մեր հիմնական խնդիրը մեր հայրենիքում մեծ փոփոխություն բերելն է։ Իսկ թե ինչ ապօրինություններ կուզեն անեն իրենք ինչ ուզում են կարող են հնարել եւ ասել եւ առաջարկել, մենք չենք ուզում դա քննարկել։ Մի բան է ցավալի, որ հետո դժվար է լինելու ներդրողին համոզել, որ երկիրը դզվել է, երկիրը հարգում է անձնական սեփականությունը, եկեք ներդրումներ արեք այստեղ։ Մեր գործը դժվարացնում են իրանք, ապագա կառավարության գործերը դժվարացնում են նրանով, որ ամենամեծ բիզնեսների ունեզրկման փորձերով իրենք ընդհանուր երկրի վարկանիշն են կորցնում։ Եվ մենք փորձելու ենք ինչ որ ձև դա վերականգնել, որ ներդրողը իմանա, որ Հայաստանում ներդրում ես անում, ոչ մեկ քո ունեցվածքին աչք չի դնելու։ Շատ դժվար է լինելու, ոչ մի կուսակցություն չի փորձելու մարդ նշանակել այդտեղ։ Դժվար է լինելու հետ բերել այն, ինչ ցավոք մենք կորցրեցինք այս մարդկանց էմոցիոնալ քայլերի արդյունքում։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է եղել։ Իր ուղերձում Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ծաղկում է, իսկ ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է։ Մեջբերում մեր համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանը վերափոխվել է եւ դարձել շատ ավելի լավ պետություն, թե կրթության, թե աշխատանքի, թե հանգստի, թե ապրելու համար։ Հայաստանը ծաղկում է ապրում, եւ սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ։ Մեջբերման ավարտը։ Նա նշել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 280,000 աշխատատեղ, նշելով կրթվելն ու զարգանալը ունեցած աշխատանքն ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհն է։ Այստեղ Փաշինյանը կարևորել է Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղության ֆակտորը ու նշել, որ դա նորանոր հնարավորություններ է բացում ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության եւ կրթության համար։ Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու որոշում է ընդունել։ Երկրի Միլի Մեջլիսը կդադարեցնի իր մասնակցությունը ԵՄ Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին։ Սա արտացոլված է Ադրբեջանի խորհրդարանական նստաշրջանում ընդունված Եվրախորհրդարանի հակաադրբեջանական գործունեության կապակցությամբ որոշման մեջ։ Ավելի վաղ Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել էր Ադրբեջանի արտգործնախարարություն։ Դեսպանը բողոքի նոտա էր ստացել ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած, ինչպես իրենք են բնորոշել հակաադրբեջանական բանաձևի վերաբերյալ։ Երեկ Եվրոպական խորհրդարանը ընդունել էր Հայաստանի ժողովրդավարական ընթացքի ու եվրոպական ձգտումներին սատարող բանաձև։ Անվտանգային համատեքստում Եվրախորհրդարանը պահանջել էր Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակում։ Փաստաթղթում կարևորվել էր նաև 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ազատ ու արդար անցկացումը։ Վալբերիսը պարզաբանել է, թե ինչու է դադարեցրել հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները, ըստ ընկերության տեղի ունեցածը պայմանավորված է ապրիլի 20-ից Ռուսաստանում մաքսային ձևակերպման կանոնների փոփոխմամբ։ Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվում է լրացուցիչ փաստաթղթեր։ Միևնույն ժամանակ ռուսական ամենամեծ օնլայն առևտրի հարթակը հանդիպել է 50 հայ ձեռնարկատերերի հետ քննարկել առաջացած հարցերը, լսել առաջարկներ։ Ռուսական երկրորդ ամենամեծ օնլայն վաճառքի հարթակը Օզոնը նույնպես այսօր փակել է հայ վաճառողների էջերը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը առաջարկում է սառնասիրտ մոտենալ, պատասխանելով Վայլդբերիսում եւ Օզոնում հայ առևտրականների աշխատանքի սահմանափակումների մասին հարցին։ Գևորգ Պապոյանը չի կարծում, թե ռուսական կողմի հետ խնդիրներ կան։ Առաջարկում եմ սառնասիրտ մոտենալ բոլոր հարցերին։ Իմ փորձը ցույց է տալիս, որ չկա չլուծվող հարց։ Աշխատենք նույնիսկ հանգստյան օրերին, պարզաբանենք, իրավիճակը լուծենք։ Թուրքիայում մայիսի 1-ի աշխատավորների տոնը նշանավորվել է ոստիկանության հետ զանգվածային բախումներով, արդյունքաբեր գազի կիրառմամբ եւ հարյուրավոր ձերբակալություններով։ Իրավապաշտպանների տվյալով միայն Ստամբուլում բերման է ենթարկվել մոտ 400 մարդ։ Բողոքի ալիքի ֆոնին իշխանությունը նախապես ձերբակալման օրդերներ էր տրամադրել տասնյակ լրագրողների եւ արմիությունների անդամների նկատմամբ, նրանց մեղադրելով հարձակումներ նախապատրաստելու համար։ Սա տեղի է ունենում երկրում տիրող ծանր տնտեսական ճգնաժամի պայմաններում, որտեղ պաշտոնական գնաճը 30% է, սակայն անկախ աղբյուրների պնդմամբ այն հասնում է 40%-ի։ Մայրաքաղաք Անկարայում երթին միացել են նաև աշխատավարձերի ուշացման դեմ հացադուլ հայտարարած ածխահատները։ Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով Միացյալ Նահանգներին է փոխանցել բանակցությունների առաջարկների իր նոր տարբերակը, հայտնել է իռնագործակալությունը։ Երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսով խոսել է Թուրքիայի, Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ։ Զրույցի ընթացքում նախարարը տեղեկացրել է պատերազմը դադարեցնելու հարցում Իրանի վերջին դիրքորոշումների եւ նախաձեռնությունների մասին։ Ավելի վաղ CNN-ը հղումանելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին հայտնել էր, որ նախագահ Թրամփը դժվար թե ընդունի հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի վերջին առաջարկը, քանի որ բաց է թողնում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ հարցերը։ Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լուրջ չէ բանակցությունների հարցում։ Նրա խոսքով Վաշինգտոնը չի կարող խոսել պատժամիջոցների վերացման մասին, երբ իրականում խստացնում է դրանք եւ զբաղվում ծովահենությամբ։ Բաղային շեշտել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև վստահության հարց անգամ չի կարող լինել, քանի որ իրանական կողմը բազմիցս է տեսել Միացյալ Նահանգների դավադրությունները բանակցությունների ընթացքում։ Դոնալդ Թրամփի գործողություններն Իրանում առաջացրել են նույնպիսի հանրային դիմադրություն, ինչպիսին եղել է 2006-ին, Իրաքի պատերազմի թեժ փուլում եւ 1970-ականների սկզբին, Վիետնամի պատերազմի ժամանակ։ Ըստ մի քանի լրատվամիջոցների իրականացրած հարցումների, ամերիկացիների 61%-ը համարում է, որ Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը սխալ է, իսկ 20-ից քիչն այն հաջողված է համարում։ Հարցումը ցույց է տալիս խորը քաղաքական պառակտում։ Հանրապետականների 79%-ը պաշտպանել են նախագահի որոշումը, դեմոկրատների 91%-ը այն սխալ է որակել։ Այս համատարած դժգոհությունը եւ պատերազմի տնտեսական հետևանքները լուրջ խոչընդոտ են Սպիտակ տան համար, որը փորձում է ընտրողներին համոզել, որ Թրամփի կառավարման օրոք կյանքն ավելի բարելավված է, քան դեմոկրատների ժամանակ։ New York Times-ը հայտնել է, որ Lockheed Martin ընկերությունը ծրագրում է զգալիորեն ավելացնել հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրությունը, մասնավորապես Patriot համակարգերի համար նախատեսված P-3 հրթիռների տարեկան թողարկումը 600-ից կհասցվի 2000-ի, իսկ THAAD համակարգերի հրթիռներինը 96-ից մինչև 400-ի։ Պարբերականը նշել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը դեռևս չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցները եւ կոնգրեսի հավանությունը այդ պատվերների դիմաց վճարելու համար։ Բացի այդ, մասնագետները զգուշացրել են, որ նույնիսկ արտադրության ընդլայնման դեպքում արդյունքները տեսանելի կլինեն միայն մի քանի տարի հետո, ինչը նշանակում է, որ զինամթերքի դեֆիցիտի հարցն արագ չի լուծվի։ Իսրայելը հզոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային ստորգետնյա թունելներին եւ բնակավայրերին, վնասելով նաեւ հիվանդանոցը։ Ցախալը բնակիչներին տարհանման հրատապ կոչ է արել։ Մարտի 2-ից սկսված հակամարտության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2500-ը։ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է հարձակումների ավելացման մասին, մեղադրելով Հեզբոլահին հրադադարը խախտելու համար։ Ավելին, Իսրայելը ծրագրում է Լիբանանի հարավում մինչև Լիտանի գետը ստեղծել հատուկ անվտանգության գոտի։